եւ բավականին ինքնության լիազորություն։ Ուստի գործող ճիշտ հարցը ոչ թե այն է, թե քանի վերջնական դատավեճ կա, այլ այն է, թե արդյոք պաշտոնական տվյալների ամբողջությունը բավարար է ընտրական գործընթացի համակարգային աղավաղման վերաբերյալ սահմանադրական լուրջ շինարարված ձևավորելու համար։ Պետք է անդրադառնալ նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական պարտականություններին։ Սույն գործի կարևորագույն ուղղություններից մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանադրական պարտականությունների հարցը։ Միայն թվերի հաշվով և արձանագրող բանի չէ։ Այն ընտրական գործընթացի օրինականության, հավասարության և հանրային վստահության ապահովման համար սահմանադրական նշանակության մարմին է։ Եթե ԿԸՀ-ի գործառույթը սահմանափակվեր միայն թվերի մեխանիկական ամփոփմամբ, ապա ընտրությունների օրինականության նկատմամբ պետական վերահսկողության գաղափարը կդառնար ձևական։ Ընտրությունների արդյունքները կարող են թվաբանորեն ճիշտ հաշվարկված լինել, բայց միաժամանակ ծնվել այնպիսի գործընթացից, որը չի համապատասխանում ազատ ընտրության սահմանադրական չափանիշին։ ԿԸՀ-ն պարտավոր չէ որոշել քրեական մեղավորության հարց, սակայն ԿԸՀ-ն պարտավոր է գնահատել արդյոք իրավասու պետական մարմինների կողմից արդեն իսկ հրապարակված տվյալները, ընտրական շարքի, նյութական շահագրգռման, ընտրողների հավաքագրման, շտաբային և միջնորդագրված սխեմաների, ձեռնարկությունների և խուզարկությունների մասին կարող էին ազդել ընտրությունների արդյունքների արժանահավատության վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր պատասխանել առնվազն 4 հարցի։ Առաջին, արձանագրված դեպքերը տեղային էին, թե ունեին համակարգային բնույթ։ Երկրորդ, դրանց հետևանքները հնարավոր է չէ զորացնել առանձին տեղամասերում։ Երրորդ, այդ տվյալները կարող էին խաթարել ընտրողների ազատ համարտահայտության միջավայրը։ Եվ չորրորդ, արդյոք այդ պայմաններում հնարավոր է վստահությամբ ամփոփել ընտրությունների արդյունքները։ Վիճակվող որոշման սահմանադրական խոսելիությունը հենց այն է, որ նման վերլուծություն և պատճառաբանված գնահատում բացակայում է ընդհանրապես։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող պաշտոնական տվյալների այս ծավալի պայմաններում մնալ միայն հաշվարկային մարմնի դերում։ Ազատ ընտրության սկզբունքը պահանջում է ոչ միայն թվերի ամփոփում, այլ նաև ընտրական միջավայրի արժանահավատության գնահատում։ Անդրադառնամ սահմանադրության 7-րդ հոդվածի և ազատ կամքի ձևավորման միջավայրին։ Սահմանադրության 7-րդ հոդվածը ազատ ընտրության սկզբունքը չի կապում միայն քվեարկության օրվա տեխնիկական ընթացակարգերի հետ։ Ազատ ընտրության սահմանադրական երաշխիքը ներառում է նաև ընտրողի կամքի ազատ ձևավորման։ Ընտրողի կամքը չի ծնվում քվեարկացվում։ Այն ձևավորվում է նախընտրական ողջ ժամանակահատվածում տեղեկատվական, սոցիալական, քաղաքական և կազմակերպական միջավայրի ներգործությամբ։ Եթե այդ միջավայրում գործել են ընտրական շարքի, սոցիալական խոցելիության, շահագործման, ապօրինի նյութական շահագրգռման կամ կազմակերպված միջնորդավորված ազդեցության մեխանիզմներ, ապա քվեարկության գաղտնիությունը ինքնին բավարար չէ ազատ ընտրությունը վերականգնելու համար։ Գաղտնի քվեարկությունը պաշտպանում է քվեատվի նշումը, բայց չի բուժում այն կամքը, որը նախապես ձևավորվել է ապօրինի ազդեցության ներքո։ Ընտրակաշարքը սովորական ընթացակարգային խախտում չէ, այն ուղղված է ընտրողի քաղաքական կամքը նյութական շարժառիթով փոխարինելուն։ Համակարգային ընտրակաշարքի դեպքում խախտվում է ոչ միայն կոնկրետ ընտրողի իրավունքը, այլ նաև ամբողջ ընտրական միջավայրի որակը։ Այն ազդում է հանրային վստահության, մասնակցության մոտիվացիայի, քաղաքական մրցակցության ընկալման և ընտրությունների արժանահավատության վրա։ Այս պատճառով, քանի ընտրողի վրա է ազդել ընտրակաշարքը հարցը, չի սպառում խնդրի սահմանադրական էություն։ Համակարգային ընտրակաշարքը վնասում է ոչ միայն այն ընտրողին, ով ենթարկվել է նյութական ազդեցության, այլ վնասում է նաև այն ընտրողին, ով ազատ կամքով է քվեարկել, բայց իր ազատ ընտրությունը տեսել է ապօրինի ֆինանսական և կազմակերպական ռեսուրսներով աղավաղված մրցակցության պայմաններում։ Սահմանադրության 7-րդ հոդվածը պաշտպանում է ընտրողի քաղաքական ինքնուրույնությունը, քաղաքական մրցակցության արդարությունը և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը։ Սույն գործով ներկայացված պաշտոնական տվյալների ամբողջությունը վկայում է ոչ թե առանձին խախտումների, այլ կամքի ձևավորման միջավայրի համակարգային աղավաղման մասին
որը ենթակա է լիարժեք սահմանադրական գնահատման։ Համակարգային բնույթի և իրավական ինդիկատորների մասին։ Սույն գործով համակարգայնությունը պետք է գնահատվի ոչ թե մեկ դեպքով, այլ փոխկապակցված ինդիկատորների ամբողջությամբ։ Առաջին ծավալային ինդիկատոր։ Պաշտոնական տվյալներով խոսքը տասնյակ և հարյուրավոր քրեական վարույթների, հարյուրավոր ներգրավված անձանց, ձեռնարկատվությունների, քրեական հետապնդումների, ուզարկությունների և դատարան պարտված գործերի մասին է։ Այս ծավալը դուրս է գալիս մեկուսացված խախտումների տրամաբանությունից։ Երկրորդ, տարածքային ինդիկատոր։ Դիմումում վկայակոչված պաշտոնական աղբյուրներով դեպքերը չեն կապվում մեկ տեղամասի կամ մեկ համայնքի հետ։ Ներգրավում է լայն աշխարհագրական ընդգրկում, Երևան, մարզեր, տարբեր բնակավայրեր, տարբեր առողջական միջավայրեր։ Երրորդ, սուբյեկտային ինդիկատոր։ Պաշտոնական տվյալներում երևում են տարբեր դերակատարներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, գետնացուներ, շտաբային պատասխանատուներ, վստահված անձի, միջնորդներ, տեղական ազդեցություն ունեցող անձի և տեղական ազդեցություն ունեցող անձի։ Սա վկայում է ոչ թե անհատական ինքնաբուխ վարքագծի, այլ կազմակերպական կառուցվածքի մասին։ Չորրորդ, մեխանիզմային ինդիկատոր։ Նկարագրված են կերկրվող մեխանիզմներ, ընտրողների հավաքագրում, ցուցակագրում, նյութական շահագրգռում, գումարային կամ այլ բարիքի խոսում, աշխատանքի կամ բարեգործական հարաբերությունների կողմից օգտագործում, միջնորդավորված կապեր և ընտրողի բարեկարգի ուղղորդման փորձեր։ 9. Ֆինանսական ինդիկատոր։ Պաշտոնական նյութերում բարձրացվել են ֆինանսական միջոցների ծագման շրջանառության, փոխարկման և կազմակերպված ֆինանսավորման հնարավոր սխեմաների վերաբերյալ տվյալներ։ Ընտրակաշառքի համակարգայնությունը հատկապես երևում է այն ժամանակ, երբ ֆինանսական ազդեցությունը դառնում է ոչ թե մեկ անձի գործողություն, այլ կազմակերպված է ռեսուրսային համակարգ։ 6. Պաշտոնական և թողարկման ինդիկատոր։ Պաշտոնական և թողարկման ինդիկատոր։ Դիմումում վկայակոչված պաշտոնական փաստերը նկարագրում են հաղորդակցության, դերապաշտման, բացահայտման ռիսկերը նվազեցնելու և կապերը թաքցնելու փորձեր։ Սա բնորոշ է ոչ թե պատահական խախտմանը, այլ պլանավորված գործողությունների շարքային։ Այս ինդիկատորների համադրությունը թույլ է տալիս խոսել ոչ թե առանձին ընտրախախտումների, այլ բազմաշերտ և համակարգային ազդեցության մասին։ Դատարանի խնդիրը հենց այս համադրությունը գնահատելու մեջ է։ Սահմանադրության երկրորդ հոդվածի և ժողովրդական իշխանության մասին։ Սահմանադրության երկրորդ հոդվածը սույն գործում չունի դեկլարատիվ նշանակություն։ Այն սահմանում է հանրային իշխանության ծագման միակ աղբյուր՝ ժողովուրդը, ոչ մի կուսակցություն, ոչ մի պետական մարմին, ոչ մի կազմակերպված ֆինանսական կամ քաղաքական ցանց չի կարող փոխարինել ժողովրդի ազատ կամքին։ Սահմանադրության երկրորդ հոդվածը պետք է մեկնաբանի ամբողջականությամբ, ներառյալ այն դրույթը, որ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն։ Այդ դրույթի իմաստը միայն զինված կամ բռնի ճանապարհով իշխանությունը վերացնելը չէ։ Սահմանադրի իրավական տեսանկյունից իշխանության յուրացման վտանգ առաջանում է նաև այն դեպքում, երբ ժողովրդի իշխանության իրացման սահմանադրական մեխանիզմը ազատ ընտրություն է։ Ապօրինի կերպով փոխարինվում է կազմակերպված մասնավոր կամ փողով սոցիալական խոցելիության շահագործմամբ, միջնորդավորված ցանցերով և ընտրողի ազատ կամքեր չեզոքացնելու այլ մեխանիզմներով։ Սա չի նշանակում, որ սահմանադրական դատարանը պետք է քրեական իրավունքի իմաստով հաստատի իշխանության յուրացման հանցագազը։ Դա քրեական դատարանի գործառույթ է։ Սակայն սահմանադրական դատարանը պարտավոր է գնահատել այս երևույթի սահմանադրական իրավական հետևանքը, արդյոք ժողովրդական իշխանության իրացման հիմնական մեխանիզմը ենթարկվել է այնպիսի համակարգային կառավարման, որը կասկածի տակ է դնում հանրային իշխանության լեգիտիմ ծագումը։ Ազգային ժողովի լեգիտիմությունը չի բխում միայն քվեարկության փաստից, այն բխում է այն հանգամանքից, որ քվեարկությունը արտահայտվել է ժողովրդի ազատ կամքը։ Եթե ազատ կամքի ձևավորման միջավայրը խաթարված է, ապա վտանգվում է այդ կամքի հիման վրա ձևավորված իշխանության սահմանադրական։ Հետևաբար,
Սահմանադրության երկրորդ և 7-րդ հոդվածները այս գործով պետք է համակցված։ 7-րդ հոդվածը պաշտպանում է ազատ ընտրությունը, երկրորդ հոդվածը ժողովրդի իշխանություն։ Երբ ազատ ընտրությունը խաթարվում է, ժողովրդի իշխանությունը մտնում է ձևական հռչակագիր, բայց կորցնում է իրական բովանդակություն։ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասին Սահմանադրական իրավական նշանակության մասին է խոսել բարձր դատարան։ Սույն գործի լուծման բանալին գտնվում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասին նպատակային մեկնաբանության մեջ։ Այդ նորմը նախատեսված է այն բացառիկ իրավիճակների համար, երբ Սահմանադրական դատարանը սպառելով ապացույցների ձեռք բերելու օրենքով նախատեսված միջոցները չի կարողանում պարզել ընտրությունների իրական արդյունքները, սակայն հավաստի գնահատված ապացույցների ակնհայտ է դառնում, որ խախտումները ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց հավադրումը վկայում է համակարգային փոխկապակցվածության մասին։ Նորմը չի պահանջում ապացուցել, որ արդյունքները կեղծվել են թվաբանական եղանակով, չի պահանջում հաշվարկել յուրաքանչյուր փոխված քվե, չի պահանջում ապացուցել յուրաքանչյուր ընտրողի վրա կոնկրետ ազդեցությունը։ Նորմը խոսում է այն դեպքերի մասին, երբ անհնար է պարզել իրական արդյունքները, որովհետև խախտումների բնույթը դուրս են գալիս հաշվարկային շփման շրջանակից։ Խախտումները տեղային են, հնարավոր է կիրառել տեղային լուծումներ։ Եթե սխալը հաշվարկային է, հնարավոր է վերահաշվարկել։ Եթե խնդիրը առանձին տեղամասին է վերաբերվում, հնարավոր է քննարկել այդ տեղամասում վերակայացություն իրականացնելու հարցը։ Սակայն ընտրակաշարքի կազմակերպված համակարգը գործում է այդ տրամաբանությամբ։ Այն սկսում է քվեարկությունից առաջ, ազդում է կամքի ձևավորման վրա, տարածվում է սոցիալական կոմպերով, շտաբային ցանցերով և միջնորդավորված մեխանիզմներով։ Այդպիսի խախտման ազդեցությունը հետագայում հնարավոր չէ իրավասական ճշգրտությամբ առանձնացնել։ Հենց այդ պատճառով Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասը պետք է կիրառվի ոչ թե որպես մեռածնոր, այլ որպես սահմանադրական ինքնապաշտպանության գործիք այն դեպքերում, երբ ընտրական գործընթացի համակարգային աղավաղումը անհնար է դարձնում իրական կամքի արժանանալար վերականգնումը։ Պատճառահետևանքային կապն այս գործով պետք է գնահատվի ոչ թե նեղ քրեական, այլ սահմանադրական մակարդակով։ Եթե պաշտոնական տվյալները վկայում են ընտրողների նյութական շահագրգռման, հավաքագրման, ցուցակագրման, ֆինանսավորման, միջնորդավորված և կազմակերպված մեխանիզմների մասին, ապա առաջանում է ողջամիտ սահմանադրական կասկած, որ ընտրական միջավայրը ենթարկվել է համակարգային ազդեցության։ Այդ ազդեցությունն է պատճառաբերել հետևանքային կապի սահմանադրական դրսևորումը։ Միջազգային չափանիշների և համեմատական նախադեպերի մասին։ Բարձր դատարան սույն գործի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն ներբերական իրավունքի վրա, այն համահունչ է նաև միջազգային ընտրական չափանիշների, որոնք Սահմանադրության 81-րդ հոդվածի տրամաբանությամբ կարևոր են հիմնական իրավունքների մեկնաբանության։ Իհարկե, շնորհիվ ընտրական դիտարկման մեթոդաբանության հիմքում այն ուղղությունն է, որ ընտրությունը մեկօրյա իրադարձություն չէ, այլ ամբողջական գործընթաց, նախընտրական միջավայր, քարոզարշավ, ֆինանսավորում, վարչարարություն, քվեարկություն, հաշվարկ, ողջակում և արդյունքների ամփոփում։ Այս ուղղությունը ուղղակիորեն հաստատում է, որ ընտրության սահմանադրական գնահատումը չի կարող սահմանափակվել քվեարկության օրվա տեխնիկական օրինականությամբ։ Վենետիկի հանձնաժողովի 2025 թվականի հրապարակ զեկույցը ընտրությունների անվավեր ճանաչումը դիտարկում է որպես բացառիկ միջոց, սակայն միաժամանակ շեշտում է, որ այն պետք է լինի իրական և արդյունավետ գործիք այն իրավիճակներում, երբ խախտումները կարող են ազդել ընտրության արժանապատվության վրա։ Այդ մոտեցումը կարևոր է այդ գործով անվավեր ճանաչումը սովորական գործը միջոց չէ, բայց բացառիկ սահմանադրական խախտման դեպքում այն կարող է լինել սահմանադրական անհրաժեշտություն։ Միևնույն նախադեպը հաստատում է, որ ազատ ընտրությունների իրավունքը պահանջում է լուրջ ընտրական բողոքների իրական, արդյունավետ և բովանդակային քննություն։ Նամակ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի գործով, Քերիմովան ընդդեմ Ադրբեջանի գործով, Դամիթն ընդդեմ Բելգիայի և այլոք ընդդեմ
Ռուսաստանի գործով, շեշտվել են ընտրական խախտումների վերաբերյալ փաստաթղթերը չեն կարող քննվել ձևական կամ մեկ մակերեսային ձևով։ Մուգեմա Գանգոն ընդդեմ Բելգիայի գործով մեծ պալատը կարևորել է ընտրական մեջերի քննության անկախությունը և բավարար դատավարական երաշխիքները։ Համեմատական սահմանադրական պրակտիկան ևս հաստատում են նույն տրամաբանությունը։ Ավստրիայի սահմանադրական դատարանը 2016 թվականին անվավել ճանաչեց նախագահական ընտրությունների երկրորդ տուրի արդյունքները, ելնելով այն հանգամանքից, որ խախտումները կարող էին ազդել արդյունքի վրա, առանց պահանջելու դիտավորության կամ կոնկրետ թվերի փաստացի փոփոխության ապացույց։ Քենիայի գերագույն դատարանը 2017 թվականին արձանագրեց, որ ընտրության օրինականությունը կախված է ոչ միայն վերջնական թվից, այլ ամբողջ գործընթացի սահմանադրական որակից։ Մալավիում 2020 թվականին դատարանները հաշվի առան խախտումների ուղղակային ազդեցությունը և հանրային վստահության կորուստը։ Ուկրաինայի 2004 թվականին ընտրական մեջի տրամաբանությունը նույնպես ցույց տվեց, որ խախտումների ծավալումը նյութը կարող են դարձնել անհնար ընտրությունների իրական արդյունքների վստահելի վերականգնումը։ Ռումինիայի 2024 թվականի դեպքերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները ևս շեշտում են, որ ժամանակակից ընտրական ամբողջականությունը կարող է խախտել ոչ միայն թվայինների կեցմամբ, այլ նաև թափանցիկ ֆինանսավորման, կազմակերպված ազդեցության և ընտրողների կամքի միջավայրի կառավարման միջոցով։ Այս աղբյուրները միասին ձևավորում են հետևյալ ընդհանուր սկզբունք։ Ընտրությունները կարող են կորցնել սահմանադրական արժանահավատությունը, ոչ միայն այն ժամանակ, երբ ապացուցում են թվային կեղծում, այլ նաև այն ժամանակ, երբ խախտումների համակարգային բնույթը խաթարում է ընտրական գործընթացի ամբողջականությունը և ընտրողի ազատ կամքի ձևը։ Եվ որպես եզրափակ արտահայտել եմ ընդհանուր դիրքորոշում Սույն գործով դատարանի առջև դրված է ոչ միայն քաղաքական մրցակցության կամ իշխանության փոխանցման հարց, այլ ժողովրդավարական պետության սահմանադրական ինքնապաշտպանության հարց։ Համակարգային ընտրակաշառքը չի առաջացնում սահմանադրական հետևորդներ, ձևավորվում է վտանգավոր նախապետ, նյութական ռեսուրս ունեցող ուժերը կարող են ժողովրդի ազատ կամքի փոխարինել կազմակերպված ազդեցության մեխանիզմներով և հետագայում պահանջել այդ արդյունքի ճանաչում, հղում կատարելով քրեական բարույթների չափազանց լինելու կամ յուրաքանչյուր թվերի անհատական հաշվարկի անհնարինությամբ։ Նման մոտեցումը կդատարկվի ազատ ընտրության սահմանադրական բովանդակությունը, այն ընտրությունը սահմանափակի քրեատարկիների հաշվարկով և չեզոքացնի այն հիմնական գաղափարը, որ հանրային իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի ազատ կամքի հիման վրա։ Մենք չենք պնդում, որ յուրաքանչյուր ընտրող ազդեցության։ Մենք չենք պնդում, որ ընտրությունների իրական արդյունքը հնարավոր է վերականգնել մաթեմատիկական ջրկրտությամբ։ Մենք չենք խնդրում սահմանադրական դատարանին իրականացնել քրեական արդարադատության գործառույթներ։ Դիմումը խնդրում է սահմանադրական դատարանին իրականացնել իր սահմանադրական առաքելություն։ Գնահատել, թե պաշտոնական տվյալների ամբողջությունը արդյոք վկայում է ընտրական գործընթացի այնպիսի համակարգային կառավարման մասին, որի պայմաններում հնարավոր չէ արժանահավատորեն ազդել ժողովրդի իրական կամքը։ Ներկայացված տվյալների ամբողջությունը վկայում է կազմակերպված բնույթի խախտումների, զանգվածային բնույթի խախտումների, կրկնվող մեխանիզմների, փոխկապակցված դերակատարների և ընտրողների կամքի ձևավորման վրա համակարգային ապօրինի ազդեցության մեխանիզմների մասին։ Այս հանգամանքների համադրությունը ստեղծում է այն իրավիճակը, որի համար նախատեսված է սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասը։ Ուստի սահմանադրական դատարանը պարտավոր է վիճակվող որոշման սահմանադրականությունը գնահատել ոչ միայն ձևական օրինականության, այլև ժողովրդի իշխանության, ազատ ընտրության և ընտրական գործընթացի ամբողջականության սկզբունքների տեսանկյունից։
Եթե հավասարների համակցված գնահատման ասում, որ համակարգային ազդեցությունների հետևանքով հնարավոր չէ արժանահավատորեն ասել ժողովրդի իրական կամքը, ապա ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումը ոչ թե քաղաքական ընտրություն է, այլ սահմանադրական անհրաժեշտություն։ Դատարանի ներկայացվող սահմանադրական բանաձևի մասին եմ ուզում խոսել։ Այս գործով դիմողի խնդրանքը պետք է ընդհանրել ոչ որպես քաղաքական արդյունքի վերանայման պահանջ, այլ որպես սահմանադրական վերահսկողության պահանջ։ Այն իրավիճակում, երբ հանրային իշխանության ձևավորման մեխանիզմի արժանահավատությունը հիմնավոր կերպով կասկածի տակ է դրված պետական մարմինների պաշտոնական տվյալներով։ Դատարանի սահմանադրական քննությունը պետք է ներողություն սահմանադրական քննությունը պետք է ենթարկվի երեք հարց։ Առաջինը քրեական հարցն է, թե ով է կատարել կոնկրետ արարք, երկրորդ ընտրական վարչարարության հարցն է, ինչպես են հաշվարկվել եւ ամփոփվել քնները, երրորդ սահմանադրական հարցն է, թե արդյոք ընտրական գործընթացը իր ամբողջության մեջ պահպանել է ազատության ձևավորման այն որակը, որի հիման վրա միայն կարող է ձևավորվել լեգիտիմ հանրային իշխանություն։ Սույն գործով վճռորոշ երրորդ հարցը։ Այս տեսանկյունից սահմանադրական դատարանը պետք է ոչ թե փոխարինի իրավապահ մարմիններին, այլ օգտագործի նրանց պաշտոնական տվյալները որպես սահմանադրական գնահատման հիմք։ Այդ տվյալները պետք է պահանջվեն, համադրվեն եւ գնահատվեն մեկ միասնական չափանիշով, արդյոք դրանց ամբողջությունը թույլ է տալիս վստահությամբ արձանագրել, որ պաշտոնապես ամփոփված արդյունքը ժողովրդի ազատ կամքի արժանահավատ արտահայտությունն է։ Դիմողի դիրքորոշումն այն է, որ ընտրակաշառքը ստանում է կազմակերպված, տարածքային, միջնորդավորված, ֆինանսապես խորհրդված եւ կրկնվող բնույթ, այն դադարում է լինել միայն առանձին ընտրողի իրավունքի խախտում եւ վերածում է ընտրական գործընթացը սահմանադրական ամբողջության դեմ ուղղված համակարգային ներգործություն։ Այնպիսի ներգործության հետևանքը չի կարելի չեզոք հասնել միայն առանձին իրական բարույթների ավարտելով կամ առանձին ներամասային հաշվարկներով։ Ուստի այս գործով սահմանադրական ճիշտ բանաձևը հետևյալն է. եթե պաշտոնական տվյալների համակցությունը վկայում է, որ ընտրողների կամքի ձևավորման միջավայրը համակարգային կերպով խաթարվել է, եւ այդ պատճառով հնարավոր չէ արժանահավատորեն պարզել ընտրությունների իրական արդյունքը, ապա սահմանադրական դատարանը պետք է կիրառի սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 14-րդ մասի տրամաբանությունը, պաշտպանելով ոչ թե որևէ կուսակցության շահը, այլ ժողովրդի իշխանության սահմանադրական պաշտպանը։ Այսքան հարցեր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն,